10 մասնակցով ներկայացել ենք, ունենք 3 մեդալ։ Այս արդյունքից գոհ եք։ Արդյունքից իհարկե սպասելիքներ կային։ Մենք ունենք 80 կիլոգրամում Հովեյան Վահեն, Եվրոպայի չեմպիոն այս տարվա, բայց ինքը գրավեց 6-7-րդ տեղը, այդպես գոհ չեմ, այսպես ասած, իրարից սպասում ենք ավելին, բայց ինքը բավարարվեց այն տղային, որ հաղթել էր Եվրոպայի առաջնությանը, Լիտվայի ներկայացուցիչին, ոստեղ ստացվեց գոտեմարտը, ինչ-որ մի բան խանգարում էր իրան, չստացվեց, իտոգում ինքը դուրս մնաց այդ տղեն եկավ յատեղը, այսինքն տեղ մեդալ կարող ենք ունենալ, մենք պլանավորել ենք, որ 80 կիլոգրամ քաշում մենք ունենանք մեդալներից մեկը, և 55 կիլոգրամ քաշում Եղազարյան Գեղամը նույնպես պարտվեց երկրորդ գոտեմարտում, անհասկանալի ձևով կարող էր նորից մեդալ նվաճել, նորից Եվրոպայում հաղթել, ասել պատանյական սպորտ է, դրա համար ասենց վերուվարելնում այլ ստաբիլ չի, կայուն չի իրանց ըմբշամարտը, մեկին հաղթում են մի ամիս առաջ, մեկը տեսնում ես մի ամիս հետո նույն ըմբիշի հետ ուրիշ գոտեմարտ են անում, առանց հասկանալու, որտև գոտեմարտի տևողությունը 4 րոպե է, չեն էլ հասցնում, շատ պատանյական սպորտում 4 րոպե գոտեմարտում։ Ճշտում եմ, ներողություն, Գևորգը վնասվածք ստացավ ադրբեջանցու հետ գոտեմարտի ընթացքում։ Առաջի գոտեմարտից, բայց մենք չենք պատկերացնում, որ տենց գոտրվի կամ բան։ Տենց վնասվածքով շարունակել եք զգացվել։ Հա, այնքան էլ է ցանկությունը մեծ կպնելու։ Չէ, ասում էր ցավում է, բայց որ դուք իմանաք ցավում է ինչ պատճառներով է ինքը այդ բաները։ Պոտենցիալ։ Այո, որքան էլ որ պնդենք, որ լավ են դիմավորել մեզ եւ այլն, հոգեբանական ճնշում ամեն դեպքում իրենք իրենց բարձիկները կունենան, որովհետեւ եթե դա անցկացվել էր Փարիզը, Մոսկվայում, գուցե ավելի ազատ մտցեին, ավելի անկաշկանդ եւ ավելի բարձր մեդալների հնարավորություն ուներ։ Գևորգի դեպքում մենք տեսանք նաեւ որ մրցավարների բարձրորդ ձեռքներ համեցին, ոչ թե մենք ենք քննարկել, այլ սոցիալական շամարտի գիտակներում, որոնք ասում են, որ մրցավարները ամեն դեպքում արդարշեր եւ դուք ասացիք, որ այնտեղ շատ լավ են դիմավորել, բայց մենք դրոշի բարձրացնելիս տեսանք, թե ինչպես են աղմում բարձրացնում եւ աղմում։ Այս մասին Ուրեք ինչ հետ գոտեմարտի Գևորգի, ես ասում, Գևորգը մի քիչ անփորձ տղա է, այդտեղ սիտուացիաներ կան, որտեղ ինքը իրոք կարող է արել, բայց ասենք այդ աժոտաժի մեջ, այդ հակահնարքների դեպքում կանոնադրության համաձայն պիտի հակառակորդի, երբ որ դու հակառակորդին հակահնարք ես կատարում, հակառակորդի թիակներն լեն գորգի մեջ։ Գևորգի դեպքում, երբ որ հակառակորդը կատարեց հնարք կրծքի վրայից, Գևորգը ամբողջ մարմնով դուրս եկավ, դուրս քայլեց, նոր հակառակորդին իջացրեց գորգի վրա։ Իսկ մրցակցության հակառակորդը պետք է լիներ թիակներով գորգի մեջ եւ ոտքը գորգից դուրս տներ ոչինչ, բայց հակառակորդը լիներ գորգի մեջ։ Այս դեպքում հակառակորդը կատարեց գցում, Գևորգը հակառակորդի հետ թռավ դուրս եւ այնտեղ կանգնեցրեց հակառակորդին։ Այդ դեպքում միավոր չի տրվում։ Այդ մենակ այդ սիտուացիան է եղել երկու դեպքում։ Այդ դեպքում միավոր չի տրվում, քանի որ նորից եմ ասում, մեր Ջանեսի մարզիչը եւ միջազգային Կատի Գոջայի մրցավարը, այդտեղ մենք ուզում ենք խառնում ենք բան, ասեց եկել գայք, այս դեպքում սենց է, այս դեպքում սենց է, այդտեղ միավոր չեն կարա տայր իրան, ոչ թե ինչ-որ կոնկրետնի բան։ Ինչ վերաբերում է դիմավորելու բանը, քանի որ մենք մրցումներից մեկնելուց առաջ պահանջել ենք երաշխիքներ անվտանգության, իրանք անվտանգությունը պահեցին շատ ուժեղ ձևով, այսինքն իրաց խոսքիներ եղան։ Մեր գլխին կայնած էր, մեր հարգում կանգնած էին, որ ինչ-որ ճուժոյ մարդ, օտար մարդ չգա մեր հարգում, երկու հարկ մեկ զբաղեցնում ենք, իրանք ասում, ուր ես գնում, ասում են վեր, վсё, բայց իրիկուները կայնում են, որ մարդ չմտնի մեզ մոտ։ Չէ, ես խոսքը երկրպագուների մարդ։ Չէ, իրանք մեզ բալետ անելու համար չեմ ասում, ասենք, այդ մեր շրջապատը, այդ մեր ախրանա կոչվածը, որ մեզ նայում էին, մեզ հետևում էին, աշկի լուսի պես, որ մի հատ մարդ չընկնի, վախ չգիտեն ինչի,
շատ բայրած կամ, շատ դրական մեր տղերքի հետ խոսում են, դաժե վալետ էին անում, չէ, հիշում ես Ջանես ջան, այդ իսկ ովշի մակարդակով ոնց որ իրանք տենց, ոնց ասեմ, խելոք իան սպայեցին, մենք սպասում ենք, որ կարող դաժե մեկը շիշտ նետեն, կամ բարձր ուրիշ բաներ ասեն մեր ասեին, հայերի ասեն, ես անձամբ ինչ չեմ լսել այդ բանը։ Եղավ, սուլոստեր եղավ, ասենք այդ հիմնի ժամանակ, ճիշտ եք ասում, այնպես ստացվեց 871 կիլոգրամ քաշը եւ 92 կիլոգրամ քաշը իրար հետևից կպան, պարգևադրում չեղավ։ Հետո էլ պարգևադրել, որ մրցումները պրծան շատ հանդիսատեսներ դուրս եկան զարս, գիտեմ, որ մրցումները պրծավ։ Մնացել ենք հիմնական մասնակիցները, ժուրնալիստները եւ բարեշչիկները եւ մասնակիցները։ Եվ այդ սուլոստերը մի քանի հոգի մենք ստեղ ենք կանգնած, աշխողում ձախողումի վրա 7-8 անչափահաս երեխեք են սկսեցին սուլել բան անել։ Բայց օբշի զալից սուլել, ես ինչ անել, իրանց ակուրատնի են բայ իրանք շատ ասել։ Մենք սպասում ենք սենց բան Արմենին, Մարգանին, սենց բաներ ասեն, չասեցին բան։